Բարև ձեզ։ Այսօր Մետաֆոր պոդքասթի հյուրն է Գիտակերտ նախագծի հեղինակ Արթուր Թիմարին։ Արթուրի հետ զրուցում ենք Գիտակերտի լուսավորչական գործունեությունից։ Ձեր կարծիքները կարող եք գրել մեկնաբանությունների բաժնում եւ անպայման բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։ Հիշեցնեմ, որ Մետաֆոր պոդքասթի հաղորդումները կարող եք դիտել մեր YouTube-յան ալիքով եւ լսել Բելգահայ ռադիոյի եթերում։ Արթուր ջան, ողջույն, բարև եկել, բարի գալուստ Բելգիայի ռադիո, բարի գալուստ Մետաֆոր պոդքասթ եւ շնորհակալություն, որ ընդունեցիր հրավերս։ Ուզում եմ սկսենք նախ ովքեր դեռ իհարկե քեզ չեն ճանաչում, իրենց համար խնդրում եմ բացատրես, թե դու ինչ ես անում Գիտակերտի շրջանակներում, իհարկե, ինչ է դա, երբ ես դա սկսել եւ քո մոտիվացիան երբ որ դա սկսել ես, ինչն է եղել վերջնական նպատակը, դու ինչ ես ուզեցել դրանով անես։ Ողջույն, շնորհակալություն շատ հրավերի համար։ Ինչը վերաբերվում է Գիտակերտի ստեղծելուն, ինքը մոտավորապես մի 4-5 տարվա պատմություն ունի, բայց մենք ավելի շատ ենք էլի մեդիահարթակներում գործունեություն ծավալել, ու այն գործունեությունը, որը որ մենք ծավալում ենք, ինքը հիմնականում ոնց որ իր շեշտը դրումը կրթությունն է եղել ու ինչ որ հայկական բան ստեղծելը, որը ավելի ճիշտ հայկական չէ, հայեցի բան ստեղծելը, որը որ լինելու է մի բան ավել իմանալու մասին հայկականության վերաբերյալ, ու տենց մի քանի տարբեր ծրագրեր անելուց հետո իրանք մեր համար ավելի շատ տեստային էին, այն առումով, որ մոտավորապես կարողանանք պատկերացնենք, թե ինչ ֆորմատների մեջ կարանք մատուցենք այդ գիտելիքը, որը որ ուզում ենք, որ մարդիկ իմանան, ու տենց երկար տարիների էքսպերիմենտներից հետո 3 տարի առաջ եկանք հանգեցին Գիտակերտին ու ստեղծեցինք Գիտակերտը։ Ինքը նախադասություն է, ամբողջական, իրան սեղմել ենք, սարքել ենք մեկ բառ, նշանակում է գիտակցության կերտում գիտելիքի միջոցով, այսինքն եթե դու ուզում ես ունենաս գիտելիք, եթե դու ուզում ես լինես գիտակից, քեզ պետք է գիտելիք, եթե դու ունենաս գիտելիք, կունենաս գիտակցություն, ու այդ նախադասությունը սեղմեցինք, սարքեցինք մեկ բառ ու հենց դրանով էլ պրոյեկտի անունը դրեցինք ու սկսեցինք աշխատել։ Խնդիրը ինչումն էր կայանում, որ մեր տարբեր էքսպերիմենտների ընթացքում մենք նաև շուկան էինք ուսումնասիրում, հայկական կրթական բովանդակության տեսանկյունից սոցիալական ցանցերում ինչ գոյություն ունի, ու այն ժամանակ ամենավառ ու կարկառուն այդ պրոյեկտներից մեկը Boon TV-ն էր, չգիտեմ դուք լսել եք թե չէ։ Իհարկե, Boon TV-ն էր, Boon TV-ից բացի առանձնապես ոչ մի բան չկար, ու տենց որոշեցինք թերությունները, այսպես ասած, ամենայն հարգանքով, բայց փորձեցինք թերությունները հաշվի առնենք, թե ինչ օրինակ կարելի էր ուղղել ու ոնց կարելի էր անել, որ ավելի լավ ու ավելի դինամիկ հոլովակներ ստանանք, ու տենց փորձեցինք ու ստացվեց։ Առաջի ծրագիրը, առաջի ավելի ճիշտ ռուբրիկան, որը որ մենք մտածել էինք, ճարտարապետություններ, մենք տարբեր այլ ռուբրիկաներ էինք, թեմաներ էինք մտածում անենք, բայց ոնց որ որոշեցինք գնանք ամենածանր ճանապարհով, ամենադժվար, ու որոշեցինք վերցնենք ճարտարապետությունը։ Ինչի համար ճարտարապետություն, որովհետև այդ ժամանակ ընդամենը մի հոգի էր խոսում ճարտարապետության մասին Երևանի, դա Մարկ Գրիգորյանի թոռ Մարկ Գրիգորյանն էր, ու տենց որոշեցինք ավելի շատ ծավալվել այդ թեմայի շուրջ ու ավելի շատ փորձենք հանրայնացնենք այդ թեման։ Շատ հետաքրքիր է, ճարտարապետությունից եք սկսել, նենց բան ոլորտ չի էլի, ուզում եմ ասեմ, նենց ոլորտ չի, որ շատ մարդիկ դրա մասին կամ դրան կարևորություն են տալիս, թեկուզ հաշվի առնելով այն բանը, որ մենք շրջապատված ենք, ասենք, եթե դու ապրում ես Երևանում կամ Գյումրիում կամ այլ քաղաքներում, դու շրջապատված ես այդ ճարտարապետությունով եւ դա չի կարող հոգեբանական եւ այլ ազդեցություններ չունենա մարդու վրա, էլի։ Համաձայն։ Հետաքրքրում է օրինակ նայ, դու էլ քո եղբայր Արամն էլ կրթական թեմաների մեջ եք, չէ, խորացել եւ օրինակ դες դու խոսեցիր տեղեկություն ինֆորմացիա փոխանցելուց մարդկանց, բայց դու նաև ես ուշադիր լսում եմ, դու նշեցիր ոչ թե հայկական, այլ հայեցի։ Հիմա ես ուզում եմ դրա վրա մի քիչ ուշադրություն դարձնենք, որտեվ
որ նայում ես կրթությունը ինքը չի սահմանափակվում զուտ ինֆորմացիա կամ տեղեկատվություն տալով մարդուն, գիտելիք տալով։ Այդտեղ նաև այլ ֆակտորներ կան եւ որոնցից մեկը ասենք մարդու դաստիարակությունն է, եթե պետության ազգի տեսանկյունից ես նայում, ոնց ես դու մարդկանց կրթում դաստիարակում, որտեվ կարող ենք ունենալ շատ լավ կրթված, բայց տականք էլի ասեմ։ Իրականում մենք չենք փորձում դաստիարակենք, որովհետև դաստիարակելու համար կան համապատասխան մարդիկ։ Մենք ուղղակի փորձում ենք փոխանցենք ինֆորմացիան, ու այդ ինֆորմացիան հիմնականում կապված է այն ամեն ինչի հետ, ինչը մեզ շրջապատում է։ Բայց ցավոք սրտի մեզ շրջապատող այդ ինֆորմացիայի պատմության մշակույթի մեծ մասին մենք չգիտենք։ Մենք ապրում ենք մի պետության մեջ, որը կոչվում են թանգարան բացի երկնքի տակ, բայց մենք այդ թանգարանից բացարձակապես տեղյակ չենք, հա։ Ու հետևաբար մենք փորձեցինք վերցնենք ավելի շուտ ու հետևաբար մենք փորձեցինք անենք այն թեմաները, որոնք ոչ միայն մեզ հետաքրքիր են, այլ այն ամեն ինչի մասին, ինչը որ մենք չգիտենք։ Այսինքն, եթե դուք հիմա գիտակերտը բացեք ու թեմաները նայեք, այնտեղ դուք չեք գտնի մի թեմա, որը որ ես գիտեմ։ Շատ հնարավոր է թեմաներ կան, որոնք որ դուք գիտեիք կամ ինչ-որ դպրոցական տարիքից, հա, մարդիկ գիտեն դրա մասին, բայց ես չգիտեի։ Ու հետևաբար այդ շատ հետաքրքիր է, երբ որ դու չգիտես մի բան իմանում ես ու ուզում ես աուդիտորիայի հետ կիսվես, ու կիսվելու ընթացքում քո մոտ էմոցիաներ են արթնանում, որ ժողովուրդ, տեսեք ինչ եմ իմացել, բայց շատ կան օրինակ հոլովակներ նկարող մարդիկ, ովքեր էլի կրթական բովանդակության են անում, ու իրանց լսելուց քո մոտ նենց տպավորություն է առաջանում, որ ես գիտեմ, եկեք ասեմ հեսա, տեսեք ոնց է, սենց մոտավորապես այդ ժամանակակից լեզվով ասած vibe-ն է տալիս, ու դրա համար շատ ոնց որ տարածում չի գտնում այդ ամեն ինչը, բայց երբ որ դու այդ ֆորմատի մեջ ես տալիս, որ դու անկեղծ իրոք չգիտեիր, իմացար ու ուզում ես կիսվես, դու չես ուզում պահես քեզ, հա, դու ուզում ես կիսվես մարդու հետ, այդ մարդն էլ որ իմանում է, իր մոտ էլ է այդ էմոցիան առաջանում։ Իմ մոտ շատ է եղել տենց դեպքեր, որ օրինակ ինչ-որ պայմանական շենքի մասին հոլովակ եմ նկարում, ու ինձ փողոցում տենում են մարդիկ, ասում են ոնց, Արտաշատում այդ օպերայի շենքը իրոք կա, հա, սենց, այսինքն այն էմոցիան, որով որ դու տվել ես, մարդիկ հենց այդ էմոցիայով էլ ընկալել են, ու հետևաբար ինքը ոնց որ բան է տալի, շղթայական ռեակցիա է տալիս ու նույն էմոցիան տարբեր մարդկանց փոխանցվելով գնում է։ Նույն այդ էմոցիան այդ մարդը, որ ինձ մոտիկացել է, ինքը նույն էմոցիայով երկրորդ մարդուն է պատմելու, երրորդ եւ այդպես շարունակ։ Ու այդ էմոցիան ինքը հարաբերական այդ ջերմությունն է, որը որ կապում է տվյալ պատմության, չգիտեմ, շինության հետ։ Հա, ինձ թվում է հենց դա էլ ձեր քո կամ Արամի էլ հաջողության գրավականն է, որ իրոք դեռ անկեղծություն ես տեսնում ու ուզում ես մարդկանց հետ կիսվել էլի, այն ամեն ինչ որ դու այդ պահին հետազոտություններ ես անում, գտնում ես քո համար պարզում ես, դեմ ուզում ասեմ։ Բայց դες իմ նախքին հարցի մեջ մի քիչ բան կար, չեմ ուզում որ սխալ հասկանաս, իհարկե ձեր դերը պետության դերը չէ, որ դուք ամեն ինչով զբաղվեք, հա, դուք մասնավոր անհատ մարդ ես դու եւ անում ես այն ինչը որ դու ես, ասենք, ճիշտ համարում ու գտնում ես որ դու դրա մեջ ինչ որ ասելիք ունես։ Բայց ես նաեւ ուզում եի քեզանից լսեի դե օրինակ պետության ինչ վերաբերվում է պետության կրթական ռազմավարության մեջ դու դեռ ինչ պատկերացումներ ունես։ Ինչ պետք է ինչ լինի։ Ինչ կոնտեքստի մեջ կրթությանը վերաբերվող պետության քաղաքականությունը ոնց ես դու պատկերացնում, որպեսզի այդ քո բարձրաձայնած խնդիրները իրենք ոչ թե փոքր խմբերով լուծվեն, այլ պետական ապարատը դրանք նկատի ունես իրանք նպաստեն, որ պայմանական իրանք նպաստեն մեր գործին, որ ինքը ավելի լավ զարգացվի ու տարածվի։ Ոչ միայն ձեր գործին, ընդհանուր կրթության եւ գիտության մակարդակի բարելավմանը երկրում։ Դե ես իրականում մասնագետ չեմ ու չեմ պատկերացմամբ չեմ խորացել այդ ամեն ինչի մեջ, որ կարողանամ տենց հագեցած պատասխան տամ դրան, բայց ես գիտեմ, որ դա շատ ծանր ու տքնաջան աշխատանք է, ու այդ այն աշխատանքներից է, որ մի անգամ չես կարող անես ու թողես, դա անընդհատ process է,
ու անընդհատ պետք է դա զարգանա, որովհետև ժամանակի հետ ոնց որ մարդիկ են ավելի շատ զարգանում ու ինֆորմացիան էլ ավելի շատ լինում ու հետեւաբար ինքը կայուն չի որ մի հատ sense անես թողես էլի ես այտենց եմ իրան պատկերացնում ես էլ համակարգի մեջ չեմ որ ես հասկանամ ընդհանուր համակարգը ոնց է աշխատում որ այդ պատկերացումը ու դրա հիման վրա կարողանամ պատկերացում կազմեմ ու այդ պատկերացումը տենց արտահայտեմ ես ոնց որ գիտեմ որ ինքը մի քիչ ավելի երկար աշխատանքը, որը որ երկարաժամկետ աշխատանքը, որը որ տեղի պետք է ունենա։ Ես շատ եմ գնում դպրոցներ, հանդիպում եմ տարբեր երեխաների հետ, ուսուցիչների հետ։ Ես սովորել եմ դպրոցում մոտավորապես երբ եմ ավարտել։ Մի 15 տարի առաջ եմ դպրոցը ավարտել ու ըստ երեխաների հետ խոսելու ըստ նրա թե ես ինչ եմ տեսել դպրոցում, ըստ նրա հետ թե ես ոնց եմ շփվում ուսուցիչների հետ հիմա ու ոնց են եղել ուսուցիչները առաջ, ես կարամ ըստ դրա ասեմ, որ բավականին շատ բան փոխվել է ու բավականին լավ զարգանում է ամեն ինչ, այսինքն հիմա որ գնում եմ պայմանական դպրոց, որտեղ մենք հանդիպում ենք 12, 13, 14 տարեկան երեխաների հետ ու ես հիշում եմ ինձ այն տարիքում, թե ինչպիսին եմ ես եղել 13, 14 տարեկանում, ես ասում եմ, ինչ լավ կլիներ, որ ես հիմա սովորեի ոչ թե այնվաղ։ Չէ, ակնհայտ զարգանում է։ Որ շատ խոսում ես կրթությունից, արդյոք դու մտածում ես, որ ասենք մեր հասարակության մեջ տվյալ պահի իրավիճակը դա գալիս է կրթության պակասից, վատ որակից կամ ընդհանրապես դրա բացակայությունից, թե այնտեղ կա նաև, ասենք, այն փաստը, որ սխալ արժեք համակարգ է դրված։ Մարդը ինչն է համարում արժեք եւ ինչի հետևից է գնում։ Նախ պետք է հասկանանք արժեքը ինչ է, որովհետեւ իմ ու ձեր համար արժեքը կարա ուրիշ բան լինի, երրորդ, չորրորդ մարդու համար ընդհանրապես լրիվ ուրիշ բան է։ Մենք այդ արժեք բառը ուղղակի հանում ենք, այդ հայրենասիրության կոնցեպտ ենք դնում ու հայրենասիրությունն ենք ասում, որովհետեւ թե հայրենասիրությունը, թե ձեր ասած արժեքները, ազգային արժեքները, սա հարաբերական գաղափարներ է։ Եթե մի բանը մի հոգու համար չի կարա նույնը լինի, հետեւաբար այդ իմաստ չկա այդ դրա մեջ շատ խորանալու կամ եթե դու խորանում ես դրա մեջ, ուրեմն ընդհանուր մի հատ ֆորմուլա, այսպես ասած, պետք է հնարես, թե ինչի շուրջ պետք է բոլորը հավաքվեն։ Օրինակ Հայաստանի Հանրապետության անկախությունը ինքը բացարձակ արժեքն է, միակն է ու անկրկնելին է։ Այսինքն մեր բոլորի համար այդ անկախությունը միակն է, չի կարա ինքը հարաբերական լինի, կամ կա, կամ չկա։ Հետևաբար այդ արժեքների մասին մի քիչ այտենց խոսալը ինձ թվում է պետք չի, ինչը վերաբերվում է կրթության առաջի մասը ոնց էր հարցի։ Որ կրթության վրա շեշտ է դնում եւ միշտեր նաեւ կարեւոր են արժեքները, թե ինչ արժեքներ ես դնում, որովհետեւ կարող է մարդը կրթվի, բայց ինքը արմատներ չունենա, որովհետեւ արժե համակարգ չունենա, կամ քո ասած ամեն մեկը իր արժե համակարգով գնա, բայց պետությունները դրանով են պետություն, որ պետությունը կարողանում է իր արժե համակարգը թելադրի իր ժողովրդին։ Եթե չի կարողանում, ուրեմն դա պետություն չի։ Okay, համաձայն եմ, բայց եկեք մեր կատարած աշխատանքն ու պետության կատարած աշխատանքը չհամեմատենք իրար, որովհետեւ մենք լրիվ տարբեր գործունեություն ծավալող ենք, մինիմում իրանց մոտ պատասխանատվությունը ավելի շատ է, քան մեր մոտ, եթե մենք իրավունք ունենք միտեղ սխալվելու, ինձ թվում է իրանք այնքան շատ են աշխատում, որ ոնց որ իրանք այդ իրավունքը, այսպես ասած, չունեն կարելի ասել, որտեղ իրանց եթե վերցնում ենք կրթության թեման, այնտեղ մարդիկ են կրթվում ու սերունդներ են դաստիարակվում։ Մի խոսքով, եկեք վերցնենք մեր թեման ու մեր թեմայի մասին խոսանք, ես այդ կրթության բանը կարամ մեկ էլ sense մի հատ ֆորմուլերով կանեմ, մենք շատ ենք խոսում այս թեմայի շուրջ, որ մերը ավելի շատ ոչ թե կրթական է, այլ ինքը լուսավորչական է։ Ճիշտ է։ Դրա համար մեզ մեկ ասում են բլոգեր, ես ասում եմ մենք բլոգեր չենք, այդ ժամանակ ասում են բա դուք ինչ եք ու սենց երկար մտածում եմ, էլի, ինչ կարամ ես լինեմ։ Ասենք դու քո կյանքի մասին ես պատմում, բայց այդ չէ, ոչ միշտ։ Բլոգեր հիմա ավտոբլոգն էլ է, ավտոբլոգով զբաղվող մարդն էլ է բլոգեր համարվում, ուղղակի մերը մի քիչ ուրիշ հարթություն է։ Եթե պայմանական մենք լինեինք օրինակ Բրյուսելում ու զբաղվեինք դրանով, դա նորմալ էր լինելու հասարակության բոլոր խավերի ու շերտերի համար։
Բայց ցավոք սրտի Հայաստանում ոնց որ այդ բլոգեր բառը մի քիչ ուրիշ ձև է անցալվում, դրա համար երկար մտածելով ես հասկացա, որ կարելի է ասենց բառ կիրառել, ինքը կոչվում է հանրայնացնող։ Այսինքն մենք հանրայնացնում ենք այս կամ այն թեման, որը որ կապված է կրթության հետ։ Մենք ինչ ենք անում, մենք ուղղակի տեսնում ենք լույսը, մենք ասում ենք հենա, պայմանական եմ ասում հենա լույսը, դու ես որոշում, իմ համար օրինակ այդ լույսը արժեք է, ես խոսում եմ մի բանի մասին, ինչը որ իմ համար արժեք է ու ես այդ արժեքի կրողն եմ, եթե ես այդ արժեքը չկրեմ, ես այդ թեման չեմ բարձրաձայնի, ու իմ համար այդ արժեք է, եթե դու ուզում ես գաս հենա լույսը, ես գնում եմ արի, եթե չես ուզում, դա քո ընտրությունն է, արդեն ըստ քո ասած այդ արժեքային համակարգի, թե ինքը ընդհանուր պատկերացումը թե աշխարհի շուրջ, թե հայկականության շուրջ ինչ ձև ունի։ Պարզ է, մեր համար շատ լավ կլինի, որ ինչքան շատ մարդ տենա այդ լույսը, ու ինչքան շատ մարդ գնա այդ լույսին, այդ մեր համար լավ է, պարզ է։ Բայց մենք նաև պետք է հասկանանք, որ ներկայիս իրավիճակում մի քիչ շատ դժվար է, դա չնայած ներկայիս չի, ինձ թվում է միշտ է այդ եղել, շատ դժվար է, որովհետև ցավոք սրտին հենց է ստացվել, որ բոլոր մեծամասնությունը հեշտի վրա է գնում ու ուզում է հեշտ, ամեն ինչ հեշտ լինի, այսօր լինի, չգիտեմ, նենց անենք, որ շուտ լինի, հա, բայց այս process-ը, որի մասին որ մենք խոսում ենք ու ինչը որ մենք զարգացնում ենք, դա էլի անընդհատ ու երկար process է, ու չենք կարող ասենց ոնց որ ասենք էսա ու վերջ, էլի վсё գնացինք այդտեղ։ Մենք պետք է հիշենք նաև ոնց որ ես որ ասում եմ օրինակ դպրոց եմ գնացել, ինչ սիստեմայի մեջ եմ ես սովորել ու ինչքան ասենք իմ սերնդակից մարդիկ կան, ովքեր ասենք նույն բանի մեջով անցել են ու իրենք կրթությանը մի քիչ թերահավատորեն են մոտեցել, հա, կամ ընկել են օրինակ ինչ որ շրջապատներ եւ այլն ու հետո, չգիտեմ, գալիս է պայմանական ինչ որ պահ, երբ որ իրանք հասկանում են, որ դա սխալ է ու հիմա այդ լույսը փնտրում են։ Մարդկա տենց էլ չի հասկանում այդ լույսը որտեղ է ու խոշոր հաշվով կարելի է մի քիչ էլ ավելի տենց զարգացնել այս թեման, գնալ նրան, որ ասենք իսկով ասել, որ այն լույսը, որի մասին մենք խոսում ենք, այդ իրոք հենց այն լույսն է, որի շուրջ կարելի է հավաքվել, հա։ Դրա համար սա հարաբերական է։ Մի խոսքով, վերցենք sense հեշտով ասենք, թող գնա, հարաբերական ասեմ։ Հա, բայց իհարկե կան դու ինքդ քո խոսքի մեջ ասեցիր, որ այդքան էլ հարաբերական չի, որովհետև դու ասում ես պետությունը դա բացարձակ արժեք է, անկախությունը, հա, անկախ պետականությունը, բայց հա, մարդիկ կարող են դրա շուրջ էլ վիճել, իհարկե այդտեղ ինչ կա վիճելու, վիճեն, որ մեզ պետական անկախություն պետք է, թե չէ։ Այո, օրինակ։ Դե մենք արդեն պետք է մտածենք, թե ինչքանով է այդ մարդը հայ։ Դες, ուրեմն համաձայն ենք։ Դե բանը հարցի կոնտեքստն է ուշ փոխվում, էլի ուղղակի։ Մենք օրինակ մեր շրջապատում տես մարդիկի ուրախություն մեզ էլ չունենք։ Դա ֆիլտր է, էլի։ Որովհետև շատ են լինում մարդիկ, նո, դա էլ է համոզմունքներից գալիս։ Մարդիկ կան օրինակ համոզմունք ունեն, որ չէ, մերը իրականում այն էր, ինչը որ 70 տարի ունեցել ենք։ Մարդկա մտածում է, չգիտեմ, մերը այն է, ինչը որ 30 տարի ունենք։ Մենք որպես անկախության սերունդ մենք այդ ոնց որ տեսել ենք, գիտենք ու պատմությունն էլ հարաբերական, բայց գոնե ինչ որ ձև ուսումնասիրել ենք ու հասկանում ենք, թե ինչ ա եղել, ոնց ա եղել, իհարկե շատ չխորանալով, որովհետև ավելի ճիշտ է խորանալով, բայց այնքան չէ ինչքանով որ պետք է, որովհետև պատմությունն էլ ինչքան խորանում ես, այդքան ավելի շատ տեղ կա խորանալու, ուղղակի բաներ կա, որոնք որ մեր համար մինչև հիմա փակ են ու անհայտ են, բայց այն ինչը որ գոնե բացա թե սոցիալական հարթակների, թե չգիտեմ գրքերի շնորհիվ, մենք այդ կարդալով ուսումնասիրելով հասկանում ենք, որ այն ինչը որ մենք ունենք հիմա, այդ պետք է պահենք, ոչ թե գնանք հետ։ Ի վերջո պահելով պետք է գնանք ապագա էլի, ոչ թե ասենք պատտվենք հետ, ասենք չէ, ընդ լավ էր, որովհետև տենց չէի մտածում ոչ մի բանի մասին, ամիսը տարին 2 անգամ կուրորտ էի գնում, ցավս հավասար էինք, չգիտեմ ինչ ենք։ Ինձ օրինակ էս վազքը ավելի շատ է դուր գալիս, որ ինչքան մինիմում ինչքան աշխատես, այդքան կունենաս ֆորմատը, ինձ թվում է ավելի լավ է, որովհետև քո մեջ ձգտում է արթնացնում։ Ուզում ես մի քիչ ավել աշխատես, որ ավելի շատ ունենաս, որ գնաս միտեղ հանգստանաս, որ ամբողջ կյանքդ չաշխատես, սпасելով որ ջորի են քեզ նվեր տալու կամ մի հատ 0.6, որ կյանքիդ ամբողջ իմաստը կապես հենց այդ ավտոյի հետ, որտեվ պրեմիա է ստացել, կամ չգիտեմ, ամբողջ կյանքդ ընտանիքով դնես
կանվերով, կանվերը չգիտեմ ոնց է հայերենով լինում, այդ աշխատանքի մեջ ինչ որ վինտիկ, չգիտեմ, բոլտ ու գայկան իրար կպցնելով սպասես եփեն քեզ, չգիտեմ, Խրուշովկում 30 քառակուսյանոց 6 սենյականոց տուն տալու, որ իրար վրա պարկած քնեք, ու դա էլ լինի քո կյանքի կարևոր կետերից մեկը, որ վերջապես դու հասար դրան ինչ ունես։ Չէ, մի քիչ ավել աշխատի, մի քիչ ավել տքնի, բայց ունեցի քո քրտինքով գնաց տունը, որ ոչ թե քեզ տալու են, այլ դու ունենալու ես այն ինչը որ դու ես ուզում, այլ ոչ թե վերևից ինչ որ մեկը ոնց կամեցել է դու էդի ստանում ես։ Այդ քո ասած իհարկե սովետական օրինակներ են, բայց թե որ նայում ես այդ կապիտալիստական համակարգերի մեջ էլ նույն բաները կան, ուղղակի դե ջորի տեղը խոսքի կարող է լինի, գիտեմ, BMW կամ ուրիշ։ Ну կարա լինի, բայց տեղը կարող է լինի մի հատ եսիմ ուրիշ բան, բայց հիմնականում էլի այդ բանն էլ որ sense կոնֆետը ցույց են տալիս, քեզ հետևից տանում են։ Չէ, դե մոտիվացիա իմ մոտ մի քիչ պատկերացումը ուրիշ է։ Ну ինձ ինչքան էլ ուզենան այս բաժակը ինձ ցույց տան ասեն հեսա, եթե ես այս բաժակը չուզեմ, կյանքում չեմ վերցի։ Իսկ այն ժամանակ նո այդ չկար, տալի ու դու այնց համակարգի մեջ էիր ապրում, որ դու ուրախանում էիր, որ քեզ էսի տալիս են։ Բայց երբ որ հիմա քեզ այս բաժակը տալիս են, դու նայում ես այս բաժակին ու տենում ես, հա, օքեյ, ինքը սիրուն է, բայց ոնց որ իմ համար չի, դու հեշտ ու հանգիստ կարաս հրաժարվես, որովհետև դու գիտես, որ դու կարաս ավելին քանես բաժակը։ Ու այդ կախված է քո ճակատից կաթացող քրտինքի կաթիլների քանակից։ Թե ինչ ես դու ուզում։ Բայց նայ օրինակ հիմա այս դարում որ նայում ես համացանցում բան ասենք ամեն տեղ ինֆորմացիայի պակաս չկա էլի, ասենք տեղեկատվություն է քեզ պետք, գիտելիք է պետք, դու գնա ասենք գրքեր, ինչքան ուզես, YouTube-ներ, չգիտեմ, եթե ուզում ես տեսանյութերով բան անես, նույնիսկ բոլոր ճանաչված համալսարանների ամերիկյան բաները, ասենք կարող ես դասախոսությունները չնչին գումարներով երևի բան անես, լսես, մի խոսքով գիտելիքի պակաս չկա, բայց ինչից է որ մարդիկ գնալով ավելի բան են դարել, էլի, ասենք մակերեսային, մենք ասած որ արագի մեջ են ինչ որ մի բան ուզում, չեն ուզում ինչ որ մի բանի վրա մի քիչ շատ էներգիա ծախսեն, մի քիչ ավել խորանան, մի քիչ ու այդ պարակտվածությունն էլ, այդ բևեռացումն էլ հասարակության մեջ այդ ամեն ինչը տանում է դրան, էլի։ Ну, եթե վերցնենք այն իրականությունը, որի մեջ որ մենք ենք ապրել, ինքը մի քիչ բարդ էր, հետ պատերազմյան էր, դա ես 90-ականների մասին եմ ասում։ Ու շատ մարդիկ այդ մութուլուսը ավելի ճիշտ մութուլուսից փրկվելու միակ ձևը գտել էին օրինակ հումորի մեջ։ Ու իրանք փորձում էին մարդկանց ինչ որ հաղորդումների շրջանակներում կամ չգիտեմ ինչ որ ներկայացումներով եւ այլն ուրախացնել, ինչը որ պետք է տեղի ունենար։ Նորմալ է, օրինաչափ է, որ տենց պետք է լինի, որովհետեւ մարդկանց պետք է դա։ Ու դա զարգանում է, այդ մի հատ օրինակ եմ ես բերում, նենց չի որ բացարձակ ճշմարտությունը հենց այդ է խնդիրը, բնականաբար տարիների ընթացքում խնդիրները շատանում են։ Ու երբ որ պահանջարկը բնականաբար շատանում է դրա, հետևաբար հումորիստներն էլ են շատանում։ Երբ որ հումորիստները շատանում են, բնականաբար հումորի սահմաններն էլ է ջնջվում, որովհետև ամեն մեկը իր ասելիքը ունի հումորի մեջ ու ամեն մեկը իր ներկայացնելու ձևը ունի։ Նույնը կարա վերաբերվի սերիալներին, սկզբից չգիտեմ ինչ որ բրազիլիական սերիալներ էր գալի բան, հետո մարդիկ բախի բրազիլիական անենք, որ կարանք մերը անենք, բա ոնց անենք, ինչ անենք, որ դիտում էր հումոր մտցնենք, վեր վարած օրինակ գալի ու չգիտեմ նմանատիպ բաներ, մեկ էլ կրթական տեսանկյունից կարա մի հատ հոլովակ լինի, չգիտեմ օրինակ հանրային ալիքով, պայմանական եմ հանրային ասում, որտեղ մարդը այսպես նստած խոսում է ինչ որ արժիքի մասին։ Մարդկանց բնականաբար երբ որ ես այս ծանր ձայնը լսում եմ, ես կուզեմ վերվարած նայեմ։ Ու իմ ուղեղը ավելի թեթև է ուզում, քան սենց ծանր։ Եթե վերվարածների մեջ օրինակ, չգիտեմ, ինչ որ մի հատ X մարդ սկսեր պարույր սևակի մասին այն ոգևորվածությամբ ու երջանկությամբ խոսար ոնց որ այդ հումորը անում էր, այդ ժամանակ ասենք եթե մենք հիմա վերցնում ենք այդ մարդկանց ոնց որ դուք եք ասում
ոնց ասած մակերեսային ասեցիք, մակերեսայնություն չլինելու, այդ հորթ ու բորթը անելու համար ես սիրով այդ կլսեի ու մի բան ավել կիմանայի, բայց այլ ընտրանք չկար։ Այն ինչը որ կար, ինքը այսպես ձայնով էր, ոչնչի չհետաքրքրող ձայնով էր։ Կամ նենց գրական բառապաշար էին օգտագործում, որը որ բացարձակ նախադասությունը սկսում էին ասել, մինչև վերջանալը դու արդեն մոռանում ես սկզբի նախադասության սկզբում ինչ են ասում։ Պայմանական ես մոտ մի տարի առաջ Համոսահյանի մասին եմ ուզում հոլովակ նկարեմ, մոտավոր պատկերացում ունենալու համար ես ուզում եմ YouTube-ով տենամ ինչ կա։ YouTube եմ մտնում ու YouTube-ում գրում եմ Համոսահյան, պարզա բերում այդ հոլովակները ու ունդեղ ինչ որ X մարդ պատմում է իր մասին այսպես։ Մոտավորապես որոտանի ափին նստած երազելով պաթոս էլի չգիտեմ այս ինչ բանի մասին ու երբ որ նա ոգեշնչվեց խնձորի ծառից կախված կանաչ ժողովուրդ ոչ մեկ էտի հետաքրքիր չի ոչ ոք օրինակ դպրոցում ու ընդհանրապես ինչ չի թվում որ մարդ կա նստած ասում ես դու գիտես Համոսայանը ինչով է ոգեշնչվել որ այս բանը նո այդ չի լինում տենց չի կարելի տենց այ եթե երբ որ կոնտեքստ ես տալիս օրինակ հասարակական կյանքի մասին նույնպես վերջերս ախպերս էր բաներ նյութա գտել ինչքան ժամանակ է խոսում էինք դրա մասին ինքը ասում էր sense բան ա եղել բայց արդեն փաստացի մեր մոտ կա որ եթե օրինակ Հովհաննես Թումանյանը չլիներ առաջին հանրապետության անկախացում առաջին հանրապետության անկախության հիմքերում Հովհաննես Թումանյանն ա եղել Շատ հետաքրքիր թեմա է, չէ՞։ Հիմա որտեղ դու դրա մասին խոսում ես, կայծակնային արագությամբ դա տարածվում է, որովհետև ոչ մեկ այսենց էլ չի խոսում։ Արդեն իսկ դու գիտեք, sense բան ա եղել, հա, ոնց ու sense 1 2 3 4 ինքը տարածվում է։ Ու այդ ինչա տալիս մեզ, այս տալիս է մեզ այն, որ պայմանական ինչ որ Լիանա անունով աղջիկ, որ իմանում է դրա մասին, ինքը sense չի անում, հա, եղել է ու всё, չէ, տենց չի լինում, մարդիկ գնում են, չգիտեմ, թանգարաններ են գնում, գրքեր են գտնում, սկսում են ուսումնասիրել, ավելին իմանալ։ Այսինքն այլընտրանքից է։ Այն ժամանակ այլընտրանք չի եղել։ Այն ժամանակ էլ մի քանի տարի առաջ էլ երբ որ մենք եկանք ու փորձեցին կրթական հոլովակներ նկարել, այդ ժամանակ էլ այլընտրանք առանձնապես գոյություն չուներ։ Ու մեզ պետք էր ստեղծել մի բան, որը որ անկախ տարիքից մարդիկ լսելու են ու մի բան ավել իմանան, որովհետև մենք թիրախային աուդիտորիա էլ չունենք։ Մեզ նայում են, չգիտեմ, 60-նանց մարդիկ, մեզ նայում են, ասենք 4-ից 5 տարեկան երեխեք։ Ու բնականաբար դա զարգանում է ու զարգացնում է։ Ես ասեմ, որ 90-ականների, միգուցե հետո 2000-ականների սկզբերի այդ ժամանակաշրջանը եթե վերցնենք, ես հիշում եմ օրինակ մի քանի շատ քիչ, բայց հաղորդումներ կային, որ ես սիրում էի հեռուստացույցով։ Դրանցից մեկը ուշ ժամի են տալիս Բախտամյանի հաղորդումներ։ Բախտամյանով է։ Մատ հաղորդում կար, կարող ես Google-ով նայես Կաղա ինչ որ թերաշով sense մարդ։ Հիմա ոնց որ մորուք ունի, հա, առաջ հասկացա, հա, շատ հետաքրքիր, հա, պատմության թեմաներով, բաներով, էս էդ էի սիրում։ Ուզում եմ ասեմ, քո ասած շատ չէին, բայց կային, որ ուզենայիր ինչ որ մի բան գտնել, բայց հետո արդեն այդ 2000-ականների կեսերից կամ վերջերից մենք որոշեցինք մեր տանը պիտի այդ ալիքները ընդհանրապես անջատենք, որ չնայենք այդ աղբել աշկերից չգնի, որտեղ որ բան են որ փոխում էիր պուլտով, ասենք մենակ 2 վայրկյան որ այդ սերիալի ձայնը լսում էր, այդ կարող էր ասենք քո ամբողջ օրը քո ներվային համակարգը տակնու վրա աներ, որտեղ այդ ես չէի կարող էլի այդ ձայնը լսեի։ Կհիշես Բրիգադան։ Հա, գիտեմ, բայց ես չեմ նայել։ Ուրեմն այդ սերիալ կար 16 սերիալանոց ռուսական Բրիգադան էր։ 2000, եթե չեմ սխալվում 6 կամ 7 թվականին սկսեցին Հայաստանում ցույց տալ։ Բնականաբար իր ժանրն հենց է որ բոլորը նայում են 90-ականների բաներ է դա։ Չէ, այդ կինոն, եթե չեմ սխալվում 2002-ին են նկարել։ Okay։ Մի խոսքով կապ չունի լավ։ Երբ որ այդ սերիալը ցույց տվեցին, ես հիշում եմ, որ հենց սկսում էր այդ կինոն, մեր փողոցում մարդ չկար։ Այդ մի ժամը ուղակի շնչավորեակ գոյություն չուներ։ Ու հետաքրքիր է նա որ անցնում է այդ սերիալը ավարտվում է, անցնում է մի շաբաթ, մեկ էլ գովազդա բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով եւս մեկ անգամ ցույց ենք տալիս բազմասերիալանոց Բրիգադա հեռուստասերիալը։
Մի հատ էլ 16 օր ցույց տվին, մի շաբաթ անցավ նորից, բազմաթիվ հեռուստադիտողների ու տենց երևի մի տարի գնացել է իդես, չէ։ Այսինքն դիտում ա բերում, կարանք գովազդ վաճառենք կամ չգիտեմ էս անենք ու ոչ մեկ չի մտածել նրա մասին, թե ինչ ասենք կարելի է պատմական տեսանկյունից գեղարվեստական ֆիլմ ստեղծել, որ չգիտեմ, օրինակ 90-ականների մասին դե պարզա ֆիլմեր կան, դոկումենտալներ են շատ նկարվել, բայց լիքը պատմական կերպարներ ունենք, որոնք մնացել են շողքի մեջ։ Ու շատ հետաքրքիր կլներ, որ օրինակ այդ ընթացքում սկսեինք պայմանական մենք լիքը ազգային հերոսներ ունենք, որոնց մասին ոչինչ գոյություն չունի։ Այսինքն գրում ես ինչ-որ մեկի անունը, Վիկիպեդիայով մի 5 տող բան է գալիս, որտեղ է ծնվել, ինչա սովորել է, որտեղ է մահացել, ու վсё, ոչ մի բան չկա։ Բայց այդ բրիգադայի փոխարեն կարելի էր մի հատ, չգիտեմ, մի 20-25 րոպեանոց գոնե դոկումենտալ նկարել, որտեղ, չգիտեմ, օրինակ Մովսես Գորգիսյանի մասին կարայինք ավելին իմանայինք, քան հիմա կա։ Ну, то есть չկա։ Որը ինչը վերաբերում է, ասենք, ռազմական գործիչներին, բան, այդ բարեբախտաբար կոնե ժամանակին զինուշ հաղորդաշարը որ կար, այդ զինուժի շրջանակներում ահագին հերոսների անդրադարձել են, բայց ենթադրենք մարդը ռազմական ոլորտի չի եղել, մենք ինքն էլ է արժանի էլի, որ մենք իրեն դες պայմանական ասացի ռազմական, հիմա կարանք ինչ-որ բանի վերցենք, չգիտեմ, օրինակ սովետական միության ժամանակ պոլիտեխնիկա ավարտած մարդկանց վերցնենք, ովքեր իրանց ինժեներական հնարքներով ամբողջ աշխարհի տրամաբանությունը փոխել են։ То есть երբ որ Մերգելյան ինստիտուտի աշխատողներին վերցնես, ամեն մեկը ինչ որ մի ավանդ ունի էլի, արած որ ափսոս է որ դա չի պահպանվել եւ քո ասած հարությունը այդքան է տեղյակ չի այդ մարդկանց գործունեությունից։ Նույն օրինակ բան ասեցի, պոլիտեխնիկա ասեցի, հիշա, Էմիլ Դիլանյանին չգիտեմ լսել եք թե չէ, ամբողջ սովետական միությունը պայքարում էր, որ կարանար գտներ ձևը էլեկտրական մեքենաներ ստեղծելու, Էմիլը ստեղծել էր արդեն։ Մեր առաջ էլեկտրական մեքենան եղել է երազի բազայի վրա, ՈՒԱԶ-ի բազայի վրա ենք ունեցել, ոչ միայն էլեկտրական, այլ նաև հիբրիդ ենք ունեցել։ Երկու տեսակի հիբրիդ ենք ունեցել, այդ ես ձեզ ասում եմ 1960-ական թվականների բան։ Իսկ մենք դրա մասին չգիտենք, արտադրություն չգնաց, որովհետև բան չի։ Իլոն Մասկը չի որ Տեսլա արտադրի ու վсё, սաղ աշխարհը Տեսլան տենց բան անի։ Բայց մենք այդ պոտենցիալը ունենք միջև հիմա։ Թվերին Fiat-ի բանն է ինչ է վերցրել, Fiat-ի լիցենզիան էին վերցրել սովետը, որ Հա, 0102, հա, ճիշտ է, Fiat էր, իրանք ինչով այդ Fiat-ն է։ Զարմացել ես վերջերս մեքենաների թանգարանում ենք, բանում, Տուրինում, այդ հին Fiat-ներից աշկիս ընկավ, ոնց էր սովետական ավտո լինի, բայց հա, որ նայում ես, օքեյ, սովետական ավտոն դրա բազայի վրա է սարքվել։ Եթե չեմ սխալվում, ուղղակի բան են արել։ Fiat-ների կուզովը մի քիչ կլոր էր, իսկ բանը սովետի մեջ մի քիչ տափակացել են։ Մի քիչ էր տարբերվում, ասես։ Համարյա բան չկար ուրիշ, սաղ նույնն էր։ Մի քիչ կանք պատճառահետևանքային բաներին, էլի, այդ էլ եմ ուզում քո հետ խոսեմ, ասենք, եթե նայում ես միջին վիճակագրական հայ մարդը իր այսօրվա արժեքներով, իր այսօրվա էությունով, քո կարծիքով որն է ամենավտանգավոր, ամենապատասխանական բանը։ Դրականներից իհարկե դու շատ խոսում ես, բայց մենք նաև պետք է անդրադառնանք պատասխանին, որպեսզի դրանք աշխատենք, վերացնենք։ Ես միջին վիճակագրական հայ միջին տարիքի տղամարդ եմ, ու մեծացել եմ Հայաստան Երևանից ոչ այդքան հեռու գյուղում, ու բնականաբար ես եղել եմ այդ մարդկանց մեջ ու բոլոր այդ դրական բացասական կողմերը, որոնք որ կան, լինելով երեխա, լինելով չգիտակից եւ այլն, այդ ամեն ինչը ընդունել եմ իմ մեջ ու միջև հիմա էլ տեղ-տեղ բաներ կա, որ ես դրանք տանում եմ։ Արդյոք ես դրանք տեսնում եմ իմ մեջ, երևի մեծամասնությունը կամ չգիտեմ, փոքրամասնությունը տենում եմ դրանց, իսկ մեծամասնությունը չեմ տենում կամ հակառակը։ Ես կարամ ին վրա օրինակ բերեմ,
ինչ եմ ես օրինականում, որը որ կարելի ասել շատերն են անում, ու լավ կլինի, որ մենք մեր վրա աշխատենք դա ու կարողանանք փոխենք, այն բացասական բաներից մեկը ամենակարևոր բացասական բաներից մեկը, որը որ կարելի է փոխել, այդ երևի լսելն է, որ կարողանանք իրար լսենք, տեղ ընդունենք, եթե ուզում ենք, կամ եթե ուզել չէ, կամքով չի, այդ ճշմարտության մասին մտածելն է, ինքն էլ է էլի հարաբերական, բայց ինչ որ սիտուատիվ պահեր լինում են, որտեղ պետք է ոչ միայն շարժվես քմահաճույքով, թե ոնց դու ես ուզում, այլ ոնց որ պետք է շարժվես։ Ու տես լիքը բաներ կա։ Ես կուզենայի, որ մեծերն էլ մի քիչ այտենց լսող լինեին։ Ես հասկանում եմ, որ որդիների պայքարը հայրերի դեմ ոչ մեկ բան չի արել, չի վերջացրել, ինքը կա, եղել է ու լինելու է, բայց ես կուզենայի, որ բայց sense որ սխալ չհասկանան, դա լավ բան է, որդիների պայքարը, ու այն կոնտեքստը ինչի մեջ որ նժդե դա գրել է, ինքը այն է նկատի ունեցել, որ պետք է եկող սերունդը նախորդող սերունդին միշտ գերազանցի։ Հիմքում դա է ընկած։ Հա, համաձայն եմ, նախորդող սերունդին պետք է գերազանցի ու գերազանցում է, բայց նա եթե կենցաղային հարցեր ենք վերցում, նո հա ոչ միշտ, որովհետև շատ հարցեր կան, որտեղ մեր, չգիտեմ, հայրերը իրանց համոզմունքը ունեն, ու նույն որդիները, որոնք որ պայքարում են իրանց դեմ, որ ասելով չէ, էսի նո իրականում ժամանակները փոխվել են, ու դուք օրինակ մնացել եք ձեր իրականության մեջ, բայց ճշմարտությունը հիմա է սա, այդ մարդիկ չեն լսում ու չեն շարժվում դրանով, բայց ոչ մեկ չի ասել, որ մենք չենք ընկնելու այդ մարդկանց, այսպես ասած, օրը, ու մեր երեխաները չեն պայքարելու մեր դեմ, իսկ դրա համար մեզ ինչա պետք, լինենք ավելի գիտակից, մի բան ավել կարդանք, սովորենք, մի քիչ լինենք բաց, ու եթե չենք էլ ընդունում, գոնե լսենք մարդիկ ինչ են ասում, որ հետո մեր պապաների օրը չընկնենք, որ մեր ակտուալ բան ես ասում, լսել, բայց լսելն այն բան չի, էլի լսես, հա այնքան որ ասենք լսեցի, լսես, փորձես հասկանաս ինչ նկատի ունի դիմացինդ։ Թումանյանի մասին խոսեցիր, հա դրանց առաջ դպրոցի մասին որ խոսում էի, ես մտածում էի դպրոցը ոնց է էլի փոփոխվել, ասենք դպրոց որպես այդպեսին, որ նայում ես պատմության մեջ ինչքան ժամանակ է որ գոյություն ունի, երևի մի 150 տարի, լավ դպրոցը 200 տարի, այսօրվա ֆորմատով էլի։ Դե չէ տենց ուզում եմ ասել, չէ, պարզ է։ Բայց ասենք այսօրվա ֆորմատով այդ որ բան դե առաջ վարժարանները, բաները կամ ասենք ծխական դպրոցները, բաները գիտենք որ գոյություն ունեցել են, ասենք մի քիչ ֆորմատն էլ է փոխվել ու հիմա sense ոնց որ կարծիք է արդեն տեսակետ է ձևավորվել, որ մարդիկ կան, ես մտածում եմ, որ դպրոցը դա ինչ-որ մասնագիտության համար մարդուն պատրաստելու տեղ է։ Այսինքն դպրոց ես գնում, որ չգիտեմ, ավտոմեխանիկ դառնաս, դպրոց ես գնում, որ հաշվապահ դառնաս, լավ, դպրոց ես գնում, որ լավ թեկուս ինժեներ կամ իրավաբան դառնաս, բժիշկ դառնաս։ Բայց կարծիքով դպրոցի իմաստը դա չի, էլի, դրա համար կա ուսումնարան, գնա քեզ կսովորացնեն լավ դասատու, լավ ուսուցիչ կունենաս, լավ կսովորացնի, բայց դպրոցը նաև պետք է տա այն ամեն ինչը, որը դրա շուրջն է, այսինքն արժեքներ, դաստիարակություն, մարդիկ ասում են դաստիարակություն դա ծնողների գործն է, բայց մենակ ծնողների գործը չի, իմ կարծիքով ուսուցիչի գործն է, դասախոսի գործն է, դա ամեն ինչը շարունակվում է։ Ինձ մնում է մենակ համաձայնվում են ամեն ինչի հետ, ինչը որ դուք ասեք։ Okay, ուզում եմ մի քիչ քաղաքական էլ գալ, բայց քաղաքական չէ, շեմ պատասխանում կարող ես չպատասխանես, բայց բան է, ինքը ընդհանրական է։
Այ ընտրություններ են, որոնց գիտենք հունիսին։ Ում եմ ընտրելու, այդ եմ հարցնելու։ Կամ չես ընտրել։ Չեն, այնօր ես նայում էի, մտա այդ ընտրական հանձնաժողովի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը, ու տեսնեմ 19 հատ, եթե չեմ սխալվում, կուսակցություն բաներ են գրանցված։ Այդքան կա։ Տեխնացիոն է, քան։ Okay, ասում ես ամեն մեկը իր լոգոյով, իր բանով, իր ցուցակներով, բաներով, ասեմ հիմա okay, այդ իրանց տեսակետից։ Հիմա եթե մի քիչ նայում ենք ընտրողների տեսակետից, շատ եմ էլի լսում ու ընդհանրապես այդ բանից նեղվում եմ այդ հանգամանքից, որ մարդիկ ասում են, այս մեկին հələ նա ինչ լավ է խոսում, կամ այս մյուսին հələ նա ինչ բան է սիմպաթիչնի է, չգիտեմ, գեղեցիկ է, բան է, լավ է ժպտում, բան, բայց ասեմ շորտ բանը, իսկ իր ասածներին ուշադրություն դարձնում եք, ասենք ինչ քաղաքական ծրագիր էլի ներկայացնում, այդ ինչից է, որ մենք ասենք այդ շապիկին ենք շատ բանանում, ասենք ուշադրություն դարձնում, ավելի շատ քան թե ինչը մեջն է կոնտենտը էլի։ Ես մի քիչ ուրիշ բան եմ, ասենք մտածեի դրա հետ կապված։ Ես վերջերս հանդիպում ունեինք, անու ավելի շատ հանդիպում չէր, տենց ծանոթներին էինք տեսել փողոցում ու տենց քննարկում գնաց դրա մասին, բնականաբար մենք չենք խոսում դրա մասին, այդ ամեն մեկի իր անձնական թեման է ու իր կարծիքն է, թե ինչի համար այս մարդուն պետք է ընտրի կամ այն մարդուն ընտրի ու տենց երկու ընկերով իրար հետ ուղղակի խոսում էին մեր մոտ։ Ու ասում օրինակ դու ում ես ընտրելու, ինքը անունը տալի, ասում ես իրան ընտրելու, ասում դե մեր տղեկից են։ Ու то есть մաքսիմալ абսուրդ է էլի, ոնց կարաս ձեր տղեկից մեկին ընտրես, զուտ նրա համար, որ ինքը ընկեր է քեզ։ Ու то есть չի կարելի տես բաներ անել։ Պետք է խորանալ, չգիտեմ, ուսումնասիրել եւ պրիմիտիվ բաներ եմ հիմա ասելու, ինչը որ մակերեսին է ու վստահ եմ, որ բոլորն էլ դա հասկանում են։ Չէ, դա կարող է նաեւ վերաբերվել, ասենք, ենթադրենք մի հատ ընկերությունում կամ, չգիտեմ, ինչ որ մի հատ պաշտոն ապուրտեղ է առաջացել ու պիտի մարդ նշանակես, ու դու նշանակում ես, ասենք, քո ընկերոջը, որտեղ ինքը քո ընկերն է, բայց ինքը այդ ոլորտից այդքան է շատ չի հասկանում, թե կամ որ սիրուն աչքեր ունի ու լավ է խոսում ու լավ տեսք ունի, թե դու կնշանակես այն մարդուն, որ դու այդքան կարող ես չճանաչես անձնապես, բայց ինքը այդ ոլորտի մասնագետ լինի։ Կարող է առաջ տանի։ Ինձ թվում է ինդիվիդուալ, ամեն մարդ իր ոնց որ դուք եք արժեքները ասում, ամեն մարդ մի արժեքի է։ Կարող այն մարդն էլ իր անգերոջը նշանակում է այդ գործին, որովհետև իրան վստահում է, որ իր պայմանական բիզնեսից փող չի գողանալու։ Կապ չունի, կարող է իր համար մասնագետ լինել երկրորդ բան է, երկրորդական է, իր համար կարևոր է, որ իր բիզնեսից փող չգողանա։ Կամ արտոնություններ ստանա։ Կամ արտոնություններ ստանա, ամեն մարդու մոտ մի ձև է եսիմ։ Ուզում եմ մի քիչ էլ պատմեք տարբեր երկրներում եք եղել, դու էլ եղբայրդ էլ որ երկրները կառանձնացնեիր, որ ասենք առավել մեծ տպավորություն են ձեր վրա թողել։ Նես չի որ շատ երկրներում ենք եղել, բայց ինձ բանը դուր եկավ, բնականաբար Հնդկաստանը իր ավելի խորը, որտեղ էլ եղել ենք, իրանք ավելի խորը տենց հայկական հետք ունեցող վայրեր են եղել, ու տենց որ իրանց վերցնեմ առանձնացնեմ, որ ավելի շատ տպավորվել է էսեն, չէ, նոր ուզում էի ինչ-որ երկրի անուն տայի, բայց հասկացա, որ այդ ավելի շատ քմահաճույք է, որովհետև ինձ դուր եկա ավելի շատ այդ միջավայրը ու ես դրա համար էի ուզում այդ ասեի, բայց հայկական կոնտեքստի մեջ ինձ թվում է ամեն մեկն էլ յուրովի առանձնանում է, էլի ամեն մարդու իր ոնց որ ընկալման տեսանկյունից է էլի, թե որն է ուզում եմ ճիշտ բառ ընտրեմ։ Մի խոսքով, Հայաստանը բազմաժանր, բազմաբովանդակ ու բազմաշերտ երկիր է, ու բոլոր պետությունների մեջ, որտեղ որ մենք հետք ունենք, որտեղ որ մենք տեսել ենք, գնացել ենք
իմացել ենք նույն տրամաբանության մեջ ա եղել, բազմաժանր, բազմաբովանդակ ու բազմաշերտ ա եղել, ամեն մեկը յուրովի հետաքրքիր է, ամեն մեկը յուրովի խորն է, ես կարամ ավելի շատ ոչ թե առանձնացնեմ, այլ ասեմ, որ հնարավորինս պետք է նենց անենք, որ բոլորը իմանան այն ամենի մասին, ինչը որ մենք ունենք Հայաստանից դուրս, որովհետև ես սկզբից մտածում էի, որ այդ այդքան կարևոր չի, elə մի հատ մերը ճանաչենք, ինչը մենք ունենք, նոր կանցնենք Հայաստանից դուրս, բայց այդ այդքան էլ տենց չի, որովհետև մենք դարեր շարունակ պետականություն չենք ունեցել, անկախություն չենք ունեցել ու դրա պատճառով մեր, չգիտեմ, տարբեր հայրենակիցներ գնացել են աշխարհի տարբեր երկրներ, ինչ որ փոքրիկ օջախներ են ստեղծել, այդ օջախները, չգիտեմ, դարել են մեծ խարույկներ, այդ խարույկը հետո հանգչել է ու դրա փոշին այնքանով է տարածվել մոխիրը ամբողջ աշխարհով, չգիտեմ, կամ տեկուզ պետությունով մեկ, որ կարելի է մեկ շխնդալու բան եմ ասում, բայց որ փողոցն էլ պտտվես ինչ որ պետության մեջ, հաստատ հայկական ինչ որ բան կգտնես։ Ուղղակի մենք որ գնում ենք այդ երկրները, մենք տուրիստի աչքերով չենք նայում, մենք հայկականության տեսանկյունից ենք նայում այդ հարցերին, դրա համար մենք դրանց կարևորությունը խիստ տենում ենք ու ցանկալի կլիներ, որ այն մարդիկ, ովքեր որ գնում են շրջելու կամ ծովում լողանալու կամ չգիտեմ, գնան ինչ որ խխունջներ ուտելու համով, բայց խխունջներից բացի կարելի է մի կես ժամ ավել տրամադրել ոչ միայն Google-ով նայել տենալ կոնկրետ պետության մեջ ինչ համով ռեստորաններ կան, այլ նաև տենալ թե ինչ հետաքրքիր հայկական մշակույթ կա, որոնց հետ որ պարտադիր պետք է ծանոթանալ։ Շատ լավ, դու ներկայացրեցիր հայերի տեսանկյունից, ինձ նաև հետաքրքրում էր, ասենք, դու որպես մարդ, որպես հայ, ասենք գնացել ես տարբեր երկրներ ու տարբեր մշակույթներ բաներ ես տեսել, բացի այդ հայկականից, որ դու կարող ես արտասահմանում գտնել, էլի, ինչ որ մշակույթ կամ ինչ որ բաներ կան, որ դու կամ ինչ որ ոնց ասեմ, չասեմ սովորություններ, բայց ինչ որ դրվածք, ինչ որ հարցի մոտեցում, ինչ որ մի բանի խնամքով վերաբերվել, բան կան, որ դու կուզենայիր, որ մենք էլ, ասենք, տվյալ ազգից օրինակ վերցնենք, էլի դա ամոթ բան չի, էլի։ Չէ, ամոթ բան չի վերցնելը, բայց ինձ թվում է բնականաբար մենք պետք է ուսումնասիրենք փորձը տարբեր երկրների, բայց խնդիրը նրանում է, որ ամենակարևոր բաներից մեկը մենք ենք տվել աշխարհին, հա, ու հետևաբար մենք պետք է ավելի շատ մեր վրա աշխատենք, մերը կարողանանք պահենք, մերը ավելի լավ իմանանք ու իմանալուց բացի մերը կարողանանք ճիշտ փոխանցենք աշխարհին։ Ինձ թվում է ավելի շատ խնդիրը դրա մեջ է, որ մենք կարողանանք ճիշտ փոխանցենք, որովհետև պետություններ կան չունեն ոչինչ, բայց ունեն ամեն ինչ, իսկ մենք ունենք ամեն ինչ ու չունենք ոչինչ։ Ինչի համար դա չունենք, որովհետև մենք թերի ենք տիրապետում այն ամեն, ինձնից սկսած, թերի ենք տիրապետում ամեն ինչին, այն ամեն ինչին, ինչը որ մենք ունենք, ու պետքա մաքսիմալ լավ տիրապետենք, որ կարողանանք լավ փոխանցենք այդ ամեն ինչը այդ մարդկանց, որովհետև մեր մշակույթը իմ կարծիքով ամենահզորներից է, ու տեղ-տեղ նաև չի մրցակցում աշխարհում ոչ մի մշակույթային, չգիտեմ, բնականաբար ամեն մեկը իր բան ունի, բայց տեղ-տեղ մերը մրցակից չունի։ Մերը առաջնային է, կարևոր է, խորն է, ու իրան պրոստը շատ սիրել է պետք ու ուսումնասիրել է պետք։ Ընտիր պատասխան։ Հիմա ես չգիտեմ, ամեն մարդ 2020 թվականի պատերազմը իր ձևի է ապրել, ընկալել, իր ձևի է հետևություններ արել դրանից։ Իդեպ այս մեր հաղորդումը որ կա, էդ էլ դրանից հետո ծագեց այդ միտքը, չգիտեմ, միգուցե պատերազմից։ Այո, ամեն մարդ իր հետևություններն է արել, իր համար է պարզել, թե ինչն է մինչև հիմա ինքը սխալ արել, որպեսզի կարողանա շտկի, ինչը որ արել է, բայց քիչ է արել, փորձել է մի քիչ ավելի եռանդով, ավելի շատ անել, ու հիմա այնպես չէ, որ պատերազմները վերջացել են, ու ես ուզում եմ
քեզանից լսել, թե ենթադրենք, եթե մենք հիմա իմանանք, որ ասենք, չգիտեմ, այսօր ամսի քանիսն է, եկող տարի այս նույն օրը վերսկսվում է պատերազմը, մենք մինչև այդ ինչ պետք է հասցնենք անել, ես չեմ ասում իհարկե ռազմական պատրաստությունը, դրանից դուրս, մեր ոլորտների մեջ, ինչ պետք է հասցնենք անենք, որպեսզի այս անգամ քննությունից չկտրվենք, այսպես ասած։ Դե նենց չի, որ այդ քննությունը մենակ մեզանից է կախված, որ պետք է կտրվենք կամ չկտրվենք։ Այլումից է կախված։ Ինչ չի թվում, որ մենակ մեզանից ասելով ես նկատի ունեմ այն մարդկանցից, ովքեր, ես կամ իմ ընկերները հասկանում են։ Ես մեզանից ասեցի, ես բանարեցի ազգից էլի։ Չէ, դե շերտերով է հարցը ու ինքը բազմանկյուն հարց է ու բոլոր ուղղակները իմ կարծիքով պետք է հստակ ու ճիշտ աշխատեն։ Իսկ եթե մենք վերցնում ենք անհատականությունների, ովքեր Հայաստանում ապրում են կամ Հայաստանից դուրս են ապրում, իրանք պետք է իմ կարծիքով ճիշտ գնահատեն ամեն ինչը, որ իրան շրջապատում է ու հասկանան ընդհանուր այդ ամեն ինչի կարևորությունը։ Արդյոք արժի դրա համար գնալ ինչ-որ գործողության, թե չէ, հա։ Ինձ թվում է, չգիտեմ, շատ բարդ հարց է։ Ես փաստացի, եթե ես պատասխանեմ այդ հարցին, ես նշանակում է, որ ինչ-որ մարդկանց տեսանկյունից ինչ-որ պատասխաններ եմ տալի, ճիշտ է, կարծիք եմ արտահայտում, բայց այդ կարծիքը մի խոսքով շատ դժվար է։ Ես իմ փոխարեն կարամ ասեմ, իմ փոխարեն այն է, եթե ես իմանամ, որ մի տարի հետո այս վաղտ լինելու է դա, ես պրոստը կկախվեմ տուրնիկից մի երկու հատ ավել ժիմ կանեմ, չգիտեմ, եթե ես առավոտ քնում եմ, չգիտեմ, օրվա ընթացքում 4 ժամ, ես կփորձեմ 3 ժամ քնեմ, որ մի ժամ ավել, չգիտեմ, ինչ-որ պարապմունք անեմ, կգնամ ինչ-որ մարդկանց հետ կխոսամ, ինչ-որ բաներ ավել կիմանամ, չգիտեմ, կգնամ, եթե ռազմական տեսանկյունից պատերազմա, պարզա, որ չգիտեմ, ինչ-որ ռազմական բան է լինելու, կեթամ, չգիտեմ, թազա տանկերը կուսումնասիրեմ, կնստեմ, չգիտեմ, զենքերը կնայեմ, ինչ ունենք, ոնց են կրակում, ու հազարատ բան կա անելու։ То есть անգամ եթե մեզ ասեն մի տարի հետո էլ չգիտեմ լնելու, դու այդ մի տարվա ընթացքում էլ չես հասցնելու ինչ-որ բան, հա, բայց համենայն դեպս գոնե մի բան ավել կիմանաս, թե ոնց քեզ պահես այդ իրավիճակում, մեկ էլ պետք է իմ պարզ հասկանանք են, ինչպես ասում էր Գարեգին Նժդեհը, հա, մարդ ինչ ծնվել է, պատերազմները կան, եղել են ու լինելու են, ու պատերազմը մարդկության բնականon կյանքի process է, ես դրան հավելացրել եմ նաև այնպես ինչպես մահը։ Ու հետևաբար ինձ թվում է պատերազմներից էլ իրականում չպետք է վախենալ, որովհետև պարզ է բնականon կյանքի process է, պրոստը կյանքի մաս է ու պետք է ճիշտ քեզ բանանես։ Դու ունես ժամանակ, որի ընթացքում դու պետք է զինվես գիտելիքով, զինվես այն ամեն ինչով, ինչը որ պատերազմների համար, կամ չգիտեմ, եթե մենք հայրենիք ենք ասում, հայրենիքի մեջ արդեն մտնում է, չէ, այդ ամեն ինչը։ То есть դու չես կարող ասես չի լինելու կամ լինելու է, չգիտեմ, հա լավ դե եղավ բրծավ մեկ էլ եսին երբ լինի, դու անընդհատ Շվեյցարիան օրինակ ոնց է, եթե չեմ սխալվում, 3-4 ամիսը մեկ բոլորը գնում են, այդ իրանց զինվորական բաները անցնում են, չէ, ամեն մեկը այն բունկերները եւ այլն։ Ես շատ շուտ մի 3-4 տարի առաջ եմ ուսումնասիրել, միամիտ եմ ինչ-որ YouTube-յան ալիքից իմացել, ու տենց սկսեցի ուսումնասիրել ու տեսա, որ այդ մարդիկ ապրում են անհոգ իրանց համար, բայց իրականում իրանք այդքան էլ անհոգ չեն ապրում, այլ միշտ ասենք պատրաստ են, հեսա ուր որ է, չգիտեմ, օրինակ լինելու է X բանը ու իրանք այդ իրականության մեջ անընդհատ զինվում են ու մի խոսքով մարդիկ պատրաստ են այդ ամեն ինչին։ Մենք պետք է պատրաստ լինենք այդ ամեն ինչին, որովհետև մենք էլ ապրում ենք այն տարածաշրջանում, որ չես կարող ասես երբ ինչ է լինելու, չպետք է, չգիտեմ, գլուխներս բամբակի վրա դնենք, ասենք, մեր իրականության մեջ մի հատ բան կա, որ մարդկանց ենթագիտակցության մեջ նստած այն, որ հաստատ իրանց հետ չի կարա ինչ-որ բան տեղի ունենա, то есть պայմանական ավտոն խփելը հաստատ իմ հետ չի կարա տես բան լինի, ու մենակ այդ միտքը արդեն աղետալի է,
ու ուզես չուզես դա պրոյեկցվում է բոլոր մտքերի վրա, որոնք որ քո ուղեղի մեջ առաջանում են, ու այդ շատ վատ է։ Ես հիշում եմ, որ հրամանատար ունեմ, ասում է աշխարհի ամենավտանգավոր մարդը պարապ մարդն է։ Բայց մենք անգամ պարապ չպետք է մնանք։ Մենք օրինակ ասում ենք 24-ը 7-ի վրա աշխատում ենք, ես ասում եմ չէ, մենք 25-ը 8-ի վրա ենք աշխատում, ու միշտ այդպես խնդում ենք, բայց իրականում տենց է։ Այս պատերազմից հետո էլ իմ կարծիքով մենք անգամ իրավունք չունենք հանգստանալու։ Մենք միշտ պետք է աշխատենք, որ ունենանք արդյունք, մի բան ավել ունենանք, մի բան ավել իմանանք, ու ինձ թվում է ինչքան շատ իմանանք, այդքան ավելի լավ կլինի։ Մարդիկ ասում են այդ Շվեյցարիայի, ասում են ինչին է պետք այդքան բունկերներ, այդքան պատրաստվածությունը, այդքան զենք զինամթերքը, որ իրանք ունեն 200 տարուց ավել պատերազմ չի եղել, բայց հələ մի հատ մյուս կողմից նայի, այդ պատերազմը չի եղել, որտեղ ոչ մեկ սկսած Հիտլերից ռիսկ չի արել, ասենք այդ պետության վրա հարձակել, որտեղ գիտեր, որ դա ցանկացած թունել, այնտեղած թունելն է, երկար թունել են, ասենք, ու ամբողջ երկիրը թունել է։ Իրանք թունելը որ սարքել են, հենց դինամիտները, ասենք ամեն մի քանի մետրը մեկ շարել են, էլի։ Եթե ուզենան տարակցնեն, ասենք այնտեղ մտած թշնամին կմնա դրանց տակ։ Ես եթե չեմ սխալվում, Իրանում էլ կա, չէ՞, տենց բան։ Թունելները։ Հնարավոր է։ Բան մի քիչ մտածող պետությունները տես կլեն, էլի։ Տես կգործեն, նախապատրաստվեն։ Հիմա ոնց է մարդիկ բանը Ամերիկան Իսրայելը հարձակվեցին Իրանի վրա, հայերը վազելով արդեն ասում են, խիչի հանձնվում Իրանը։ Հայերը տենց բան են ասում։ Դե բաներում սոցիալական ցանցերում գորգրում են, չէ՞, բայց նորմալ չի, չէ՞, ասենք հլնայի Ամերիկան, հլնայի Իսրայելը, վայ, Իրանը ինչ ունի, որ խիչ են հանձնվում բրծնեն։ Մեր բանով էին մտածում, էլի։ Նո, հա, չգիտեմ այդ ովքեր են եղել, բայց շատ սխալ են մտածում, չի կարելի հայ։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մեկ էլ վերջում ուզում էի մի քիչ տպավորություններով այս Բելգիա, Հոլանդիայի չէ, այդտեղ կիսվեի։ Հա, նախադասություն։ Իրականում շատ հետաքրքիր է։ Ես ամեն անգամ ինչ որ երկիր որ գնում եմ, այնց հետո հետ գալուց ասում եմ անպայման ստեղ էլի եմ գալու, որովհետև հետաքրքիր է, նույնն էլ ստեղ եղավ, բայց անձրևը շատ է։ Չեմ կարող հանգիստ վարամ։ Վատ օր ես բռնացրել։ Անձրևը շատ է, բայց բան է, ինձ դուր են գալի փողոցները, ինձ դուր են գալիս ճարտարապետական շենքերը, որոնք որ բացարձական կանոն են, բայց մեկը այնքան համահունչ են, որ քաղաքներում եղաք։ Ամստերդամ, Ամստերդամից հետո եկանք ձեր մոտ։ Հիմա նորից հետ են գնալու ունդե, որ գնանք։ Մի խոսքով կապ չունելով, մի խոսքով ճարտարապետությունը ասում էի կիս հատ մնաց, շատ սիրուն է, շատ հավես է, ինձ մենակ անհանգստացնում են, որ ստեղ մարդիկ շատ անհոգ են, ինձ թվում է այդ մեր բանն է, մենք որ միշտ ցած ինչ որ իրավիճակների մեջ ենք, ինձ թվում էր, որ ստեղ են մարդիկ նույն ձև ինչ որ նապրիժոննի բառը չգիտեմ հայերեն ոնց է, էլի, ինչ որ նապրիժոններ են ելնելու, բայց իրականում ստե այնքան հանգիստ է, որ ինձ թվում է թե ինչ էլ լինի, ոչ մեկի վեճին սենց ինչ որ իրավիճակ։ Մանավանդ Բելգիայի համար կարող եմ հաստատեմ քո ասածը, բելգիացիների առումով։ Եղավ, նորից շատ շնորհակալություն։ Շնորհակալ եմ ձեզ, մերսի։ Նորից հյուրընկալվեք մեզ։ Անպայման գալու ենք հուլիսին։ Տեսնվենք։